Բարելույս բոլորին, ես էլ ասեմ բարելույս բոլորին, մի քանի նյութեր, թեմաներ, այսպես ասած, զրույց կիսվենք մեր հայաստանյան ներքաղաքական իրավիճակից, այսօրվա մի քանի օրա մեր որակարգի գլխավոր հերոսը Բագրատ Սրբազանն է, բնականաբար այս եթերը ևս ուղղվում է 80%-ով Բագրատ Սրբազանին։ Նախ, չգիտեմ, մեր հայրենակիցները տեղյակ են, թե տեղյակ չեն, որովհետև կա քար լռություն, մամուլը գրեթե դրա մասին չի խոսում, ոչ մեկ դրա մասին չի խոսում, քաղաքական գործիչները դրա մասին չեն խոսում, ամեն ինչ կենտրոնացված է Հյուսիսային պողոտա, Բագրատ Սրբազան, միտինգ եւ այլն։ Հիշեցնեմ, որ ուղիղ 1 ժամ հետո Հանրապետության հրապարակում կառավարության շենքի մոտ նախատեսված է միտինգ, որին որ սիրով հրավիրում եմ եւ ցանկանում եմ, որ ներկա գտնվեն մեր Հայաստանի Հանրապետության բնակիչները։ Մենք երեք տեսանք, որ ռադիկալ տրամադրված մասսան գրեթե չկա, շատ քիչ է, եւ մայիսի 9-ի համեմատ, որ մենք ունենք լեփլեցուն հանրապետության հրապարակ, այսօր մենք չունենք լեփլեցուն հանրապետության հրապարակ։ Հիմա ինչից այս ամենը սկսվեց, Բագրատ Սրբազան։ Սկսվեց նրանից, որ պահ հասավ, որ պիտի Տաուշի 4 գյուղերը հանձնվեն Ադրբեջանին։ Շարժումը սկսեց, այսպես ասած, մասնավոր բողոքներով, քաղաքական ընդդիմադիր կուսակցություններից ռադիկալ տրամադրություն ցուցաբերեց միայն Վարդան Ղուկասյանը, ցավոք սրտի, մնացած բոլորը սենց նեյնամ սկսեցին անել։ Սկսվեցին գործողություններ Կիրանցում, ճիշտ է։ Մարդիկ ամեն մեկը իր միջոցներով, անձնական միջոցներով եւ այլով բարձրացան Կիրանց, ոստիկանական ուժերը եւս եկան Կիրանց, Մովսես եւ ընդերին չէ, Ոսկեպար եւ այլն, սկսին ծեժ ջարդ տարբեր տիպի գործողություններ, հետո դուք Բագրատ Սրբազան որոշեցիք իջնել Երևան, լավ արիք, իջեք Երևան, ռայոններով, մարզերով, ձեր հետ հազարավոր ժողովուրդ, ավտոերթ։ Իջակ Երևան, եկանք տեսանք մայիսի 9-ին լեփլեցուն հրապարակ, ասեցինք ելեք գնացեք տներով, դրանից հետո սկսեցինք ելի հավաքվել, բայց էլ 50,000 թիվը չկրկնվեց, հիմա ինչ եղավ երեք մայիսի 15-ն էր, չէ՞։ Ես անընդհատ ասում էի մայիսի 15, մայիսի 15 եւ այլն, հողերը հանձնվելու են։ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը փոխվարչապետի դեմքով բարձրացավ Կիրանց, Տաուշի մարզ, տեղի ունեցավ հանդիպում ադրբեջանական կողմի հետ, որը այդպես էլ չի լուսաբանվել։ Խնդրում եմ, ինձ ուղարկեք որևիցե մի վիդեո ռեպորտաժ, որ հայերը եւ ադրբեջանցիները Հայաստանի կառավարության ներկայացուցիչը եւ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը հանդիպել են, բայց հանդիպել են, չէ՞։ Խոսացել են, ինչ են խոսացել, ինչ են ստորագրել, ինչ քաքսենկեր է, դրա մասին ձեն չկա։ Ստորագրին պրծան, սիրելի ժողովուրդ, 4 գյուղերը վերջնականապես հանձնեցին ընկեր Բագրատ Սրբազան եւ մայիսի 23-ից 25-ը, հիմա ես կարող եմ մի օր վերև, մի օր ներքև սխալվեմ, ինձ ոչ մի չասեն խափեմ, մայիսի 23, 24, 25 այդ օրերից մեկն ու մեկը մեր Կիրանցի գյուղի այդ 4 գյուղերի ժողովուրդը առավոտյան աշկը բացելու է, այսպես տանդուրը ծեծելու են, դուրը բացելու է, տենա մեզ սիրուն, բոյով, բուսաթով, առանց փոշ,
սիմպատիչնի ադրբեջանցի պագրանիչնիկ տանդեմը կանգնած սալամ ալեյկում տիկուշ խանım գալ բուրախ ահա լսելու է այս արտահայտությունը իսկ մենք ինչ ենք անում Բագրատ Սրբազան Հյուսային պողոտայից գնում ենք օպերա օպերայից իջնում ենք հրապարակից բարձրանում ենք Սուրբ Աննա չգիտեմ ինչ եկեղեցի ու սենց այս ուշմ կենտոնի տարածքով ստից ընդեղ են գնում Որտեղ գնամ հասնում ենք ողջունի խոսքը սկսվում է հայրմերով, ավարտի խոսքը ավարտվում է հայրմերով։ Հետո ինչ ենք անում, Բագրատ Սրբազան։ Հարց։ Երեք աղոթում են, երգում են, աղոթում են, երգում են, ընդեղ էլ հանձնում են։ Հիմա ամսի 23, 25, 24, այդ օրից մեկն ու մեկը, ընդամենը 7 օր, Ատեղ արդեն հանձնենք բնպրծանք, իջնում ենք Գեղարքունիք, Վարդենիսիկ, որ խոտերը դեմները դրած նստած են, Hello, հունիս ամսվա մեջ, այդ չորրու ցավը, գալու է, բան, Գեղարքունիքի մարզ, Մարտունեցիք, Քավարցիք, որ ուղեղները տանջատած նստած եք։ Հաջորդը դուք եք, Վարդենիսն է, 9 տոլի 11 գյուղ, գալբուրախ, պետք է հանձնվի Ադրբեջանը։ Հիմա ինձ հետարքիր ա, Վարդենիսից, որ մի տերտերը պիտի քայլելով գա։ Դա կհանձնենք և կվերջացնենք, կասնենք Արարատի մարզ, որ ընդեղը չէ, խոտերը դեմները նստած են։ Ընդից, որ մի տերտերը պիտի քայլելով գա, հետո, բան, վայոց զոր, ու դե շարունակ։ Հիմա հարգարժան Սրբազան հիմա այդ ուզում ես քեզ պատերով տուր, ուզում ես քեզ քարերով տուր, ուզում ես քեզ վեկալ գցի գետը, բայց մենք տենում ենք, չէ, որ Ռոբերտ Քոչարյանի անձնակազմը դեյչիկները մոտդ հանգիս գնում գալի, էլա քչեն բեղլոն Ես ամսի քանիսից, մայիսի 9-ից էլ առաջ, ընկած եմ քո հետևից, լավով, են որ ասում չոք եմ դուրդ գալի չիլնեմ, օթով եմ դուրդ գալի չիլնեմ, պարելով եմ դուրդ գալի չիլնեմ, ոնց գալիս եմ դու Վարդան Ղուկասին չես նկատում, տես մարդ գոյություն չունի, բայց դու նկատում ես Նազենի, դու նկատում ես են Ինչ ես, մանթաշան ես խերը գլոք է, դրան, դու հել է գնացել ես Վազգեն Մանուկյան ես տրսնամ, Խոսորով Հարությունյան և ալեն։ Հիմա երեք, Ռոբերտ Քոչարյանը պատվիրել էր հարցում, գելապով, դրել եմ տելեգրամ կանալ։ Գելապը, հետեն որ ասմա չուզենալով, քրքրվելով, ծակրտվելով, պատրվելով, հայտարարեց, առաջի տեղ, եթե սոր, ինչ-որ Ումա ժողովուրդ ուզում տենա վարչապետի աթորին։ Առաջի տեղ Բագրատ Սրբազան, որը որ ես էլ եմ ասում, գնակայնի այդ աթորի կողը որպես դնևալնի, մի ամիս, երկու ամիս։ Երկրորդ տեղը Ռոբերտ Քոչարյան, իհարկե չեմ հավատում այդ թվերին, բայց լավ, թող տենց լինի։ Երրորդ տեղը Վարդան Ղուկասյան, նոր ինձ հետո գալը Թաթոյան, Մաթոյան եւ այլն։ Թե բոզի տեղեն ոնց է հավքե, ընկե չորրորդ տեղը չգիտեմ։ Միանշանակ Գելապի բոլոր թվերը նկարած են։ Միանշանակ նկարած ավելացրած պակասացրած ավելացրել են Ռոբերտ Քոչարյանի պահով Արման Թաթոյանի բան պահով պակասեցրել են իմ օքեյ չեմ վիճում թող տենց լինի հարց չկա չնայած Գելապը միշտ նույնից եմ կգնում պակասը տվեք քաղաքապետի ընտրությունների ժամանակ մեզ տալում էին 4% ելավ 10 հիմա Բագրատ Սրբազան բայց եթե դաժե Գելապն է ասում որ ես քեզից հետո երրորդն եմ Դու ինչի ոչ մի կերպ Նիկոլին դեմ գնացող ամենառադիկալ անձնավորության հետ ոչ մի կերպ ոչ տալ ոչ առնել ոչ մի կերպ Իմոց ես տպավորություն է ստեղծում որ մեծարգո պարոն Սրբազանը ունի երկու նպատակ Եթե կռվում է Նիկոլի դեմ, նաև կռվում է Դոգի դեմ, որովհետև այսօր քաղաքական այսպես կոչված ընդդիմադիր դաշտը, Սերժիկ, Ռոբիկ, որոնք պարլամենտում վեր են ընկած,
Իրանք ամեն ինչ ուզում են անեն, որ հանկարծ ու հարգած Վարդան Ղուկասյանը պարլամենտ չմտնի։ Որովհետև իրանք գտնվում են բավականին full comfort zone-ում։ Լրիվ, այս բանը բոզի տղեկի հետ, ջան ասում են, ջան լսում են։ Ղարաբաղը հանձնին մեր ընդդիմադիր գանդոնները մանդատները վար չդրին։ 120-130 հազար փախստական եկավ լցվավ Հայաստան, մեր ընդդիմադիր գանդոնները մանդատները վար չդրին։ Երեք գյուղերը վերջնականապես տվին պրծան, մեր ընդդիմադիր գանդոնները նորից մանդատները վայր չեն դնում։ Չեն դնում։ Ես ուզում եմ հիմա հարց տամ այդ 36 գանդոններին, 36 են 37 են։ Լավ։ Եթե երկիրը տալով սա գնում է, դուք էլ, եթե ընդդիմադիր եք տենում եք, որ այն մարդ թե մանդատ ունես, թե չունես, դու թե խերի գլոխ ես, դաժե Ալեն Սիմոնյանը, ինչքան էլ ես դրանից զզվում եմ, բայց այն մարդը ճիշտ բան ասեց, ուզում եք ընտրություններ, մանդատները վայր դրեք։ Մանդատները վայր դրեք են իշխան Զաքարյան Պոռնիկի տղուս բռնած։ Ախպեր ջան, դրանք այդ հանգանք, հիմա Ռոբերտ Քոչարյան, դու պատվիրել ես Գելափին, Գելափը քեզ ասում է, որ դու երկրորդ քաղաքական ուժն ես։ Okay, թույ ասած նլնի։ Ինչի մանդատները վայր չեք տնում։ Գնանք ընտրությունների, երկրորդ քաղաքական ուժն ես, երկրորդ քաղաքական ուժ, ով քեզ բան ասե, եթե տենց է։ Պինդ կպել եք այդ աթորներից ոչ մի հարց չեք կարում լուծեք։ Այս բոզի տղեն էլ դանակը վեկալել է խմորեղենի նման Հայաստանը կտրելով տալմալ։ Դուք այդ մանդատները, այդ բոզի տղա մանդատները ձեզ չեք գցեմ, եթե կա հավանականություն, որ դուք կարաք 5% զեն հավքեք, ինչ խերրից 20, 5 ընկեր ընդդիմադիրներ, այսօրվա։ Դուք այդ 5%-ը կարաք հավաքեք միայն մի դեպքում, եթե այսօր դուք մանդատ դնեք։ 2026 թվականի պարլամենտական ընտրությունների ժամանակ դուք ոչ մի խերրսել չեք հավաքելու, ոչ Ռոբիկ, ոչ Սերժիկ։ Որովհետև երբ որ դուք գնաք մտնեք տուն արտուն ասեք մեզի ձայն տվեք, նորմալ թամարտ ասելա բոզի տղա խես եկե։ Երկիրը ծախիկ, պրծակ տվիք, հիմա եկե նույնից ձայն եք ուզում։ Դուք ձեր քնձխ մանդատը չեք տնում, հիմա այսօր էլի նորից, պիտի գան ժամը 11-ին, հավքվեն կառավարության դեմը, Նիկել Դավաճան, բորան, միլիսեք հավքեք կցեն ավտոները, տանեն 5 ժամ պային քաղմազ, հանեն բանանեն, սիկտիրանեն, միատել բան գրեն, դու գանք պրծավանցավ գնաց։ Նիկոլը Բագրատ մանդատ չի տնելու, հրաժարական էլ չի տալու։ Դու ունեիր մի հատ շանս մայիսի 9-ին, որը որ դու այդ շանսը բաց թողիր։ Ասիր հերեք գնացեք տներով, սիկտիրել եք։ Մենք խաղաղությամբ կհասնենք հրաժարականի։ Ես ուզում եմ տենամ այդ որ մի երկրում են խաղաղությամբ հասել բանի։ Հրաժարականի։ Այդ որտեղ է այդ խաղաղությունները։ Եթե դու նկատի ունես 2018 թվի գործողությունները Բագրատ Սրբազան, 2018 թվին այդ խաղաղություն չէր, դա իշխանության փոխանցում էր բանի անվան տակ։ Հեղափոխության անվան տակ։ Հիմա ես չեմ ուզում, ինձ ամեն օր երևի մի 10 տեղից ամեն տեսակի բան քովրով ղրգմեն, էլ Կանադայի եկեղեցու բազարները, էլ չգիտեմ ես ոչ մի թեմայի չեմ անդրադառնում, չեմ վեկալում, չեմ դնում, որ հանկարծ որևիցե մի պոռնիկի ծնունդ, վաղը չվեկալի ասի, դոգը շարժումը վիժեցրեց, դոգ ուզում էր, որ Նիկոլը մնա, եթե դոգից բացի մի հոգի մարդ կա, որ ինձնից շատ ուզում է Նիկոլ Փաշինյանի տուն ու տեղը ծծցնի, ուրեմն ես թողալամ աշխարհը դոգի տուն ու տեղը ծծցնի։ Ինձնից շատ ոչ մեկ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դեմքերից, չեմ ասում հասարակ ժողովուրդ, քաղաքական դեմքերից։ Ատենց մեկը չկա, որ ինձնից շատ ուզում է Նիկոլը գնա։ Նեմա։
Դրա ես հիմա մի կողմ թող իմ բոլոր պրինցիպները ես իմ վրա զարմանում եմ։ Հիմա այս վիճակով ես իմ վրա զարմանում եմ, թե ոնց եմ դեռ կուլտուրական զրուցում Բագրատի հետ։ Սենց հրապարակայնորեն։ Եթե մի բանի հետ համաձայն չեք, Բագրատ Սրբազան իմ ասածների, ես ձեզ հրավիրում եմ հարցազրույցի ուղիղ եթերով։ Դու ինձ ատեղ քո այդ քնձղ հրապարակում խոսք չտվեցիր էկրանի վրա, որ հիմա դաժե 2000 մարդ չկա կանգնած։ Ես քեզ իմ եթերով, որը ամեն օր ժամը 10-ին միայն Facebook-ով 5000-ից ավել մարդ ա նայեմ, իսկ on-line 27-30,000։ Էդի ես չեմ ասեմ, էդի հմեկն ասեմ։ Ես քեզ հրավիրում եմ ուղիղ եթերով, այս հարցը քննարկենք երկու ուժ, մեկը ռադիկալ, մեկը կուլտուրական սպիտակ ձեռնոցներով։ Հարցնանք լավ, պարոն Բագրատ Սրբազան, վերջը ո՞նց ես տենը։ Վերջը ո՞րն է։ Ֆրծրիր, դինցնդեն, ղռնեցեք, տարար բերիր։ Երեք ստորագրին գյուղերը հանձնին ասին բարով վայելեք ամսի 24-ին 25-ին ադրբեջանցի պագրանիշնիկները մտնում են գեղ։ Ես հիմա ուզում եմ հասկանամ այդ գյուղի ժողովուրդը ու օտից ու տեթան։ Այն որ վույ Նիկոլին տենալով Նիկոլի փաչեկն էին լզում, էլա քչեն Լենա տատին, ում որ դու մեդալ տվիր։ Հիմա Լենա տատին, որ ասֆալտին էր նստե, լես մտածում եմ ցիստիտ ընկավ թե չընկավ։ Իա այդ Պարավաց թորմշած տլոն, ուր պիտի վեկալի գնա Լենա տատին, որ Նիկոլի դեմը վայ վույ էր անում 2 տարի առաջ։ Հա, Բագրատ Սրբազան։ Ինչ տարկիրա։ Հիմա հաջորդը հունիսից անցնում ենք Գեղարքունիքի մարզ։ Վարդենիս։ Ինչ հետարքիրա, այս ձեր տեղաշարժերը, տուդի։ Սրա վերջը որ բալնելու։ Ինչ առաջարկում Վարդան Ղուկասյանը։ Ես առաջարկում եմ ձեզ Բագրատ Սրբազան։ Ոչ թե որովհետև հիմա մենք ունենք 2-3 ճանապարհ։ Նախ, մինչև դրան էլ անցնելը մի րոպե, մինչև առաջարկությունը։ Որոշակի բոզի տղեկ, ինչպիսին Վազգենի քուրնա, իմ խորին հարգանքները, տիկին գրետան, Վազգենի մորը ես պաշտում եմ, բայց այդ կնոչից ծնված Արամ Սարգսյանը բոզի տղայա, որ նստած անընդհատ ասում են եկեղեցին, ես ուզում եմ, նվարկյան, սենց մի հատ շատ խելացի մարդ, երևի իմ ձայնը լսելով կամ ուղղակի ներքին համոզմունքների շարժվելով, իրականացել է պատմական փոքր էքսկուրս, ուր է սանտերը, հա, որը հիմա ես ուզում եմ այս փոքր պատմական էքսկուրսը, որովհետև ինձ դիտում են նամանավանդ դպրոցականներ ուսանողներ եւ այլն, որպեսզի իրենք էլ սա լսեն այս էքսկուրսը, որպեսզի վաղը մյուսօր, եթե մի հատ Նիկոլա Պաշտ, Նիկոլացին Պորնիկի ծնունդ հլնի ասի եկեղեցին մտել է քաղաքականության մեջ, այս պատմական քաղվածքը լսեք հիմա, որ հետո այդ Պորնիկի ծնունդին ոնց որ Վազգենի քուրնա, ասես կնգած ծսցնեմ, լսի, բալեքի ծսցնեմ 371 թվականին Ներսես առաջին մեծ կաթողիկոսը գլխավորել է հայոց բանակը Ձիրավի ճակատամարտում, էսի քեզի մեկ Վազգենի քուր 451 թվականին Պորնիկի ծնունդ լսի, դու հոգով ես Պորնիկի ծնունդ Հովսեփ առաջին կաթողիկոսը եւ Ղևոնդ քահանան առաջնորդել են ավարյալի ճակատամարտը հայոց բանակը, այն ժամանակ քո նման եվրոպապաշտ Պորնիկի ծնունդներին գլուխները կտրում գցում էին միավ։ 1827 թվականին, լսեք, քպական ղախպի տղեկ,
Ներսես arciepiskopos աշտարակեցին դարձավ Օշականի ճակատամարտի խորհրդանիշը, որի շնորհիվ ազատագրվեց Սուրբ Էժմիածինը։ Էսի 4 1944 թվականին Ստալին կոմունիզմ Գևորգ 6-րդ կաթողիկոս Չորեքչյանը դրամահավաք է կազմակերպել, որի շնորհիվ Սասունցի Դավիթ տանկային դիվիզիային փոխանցվել է խորհրդային բանակին։ Այսինքն, եթե այն ժամանակվա այս մեր ներողություն, այս մեր հիմիկվա բոզի տղեկը լեն այն ժամանակ ու Ստալինը չլներ, այդ Ամերիկայի գրգած այդ սաղ գումարները եւ այդ լեն լափելու, ոնց որ Արցախյան բանը պատերազմի ժամանակ լափին 165 միլիոնը։ Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ քահանաները եղել են ժողովրդի բանակի հետ։ Պարքեկ եւ Բագրատ arciepiskoposները Տեր Գրիգոր եւ Տեր Հովանես քահանաները եւ շատ ուրիշներ։ Արցախյան 44 օրյա պատերազմի ընթացքում զոհվել են սարկավակներ Նարեկ Պետրոսյանն ու Ռուստամ Պողոսյանը, իսկ վարդապետ Մկրտիչ Կարապետյանը համարվում է անհայտ կորած։ Սա հատուկ նրանց համար, ովքեր որ ասում են եկեղեցին իրավունք չունի։ Եկեղեցին իրավունք ունի, ես էլ եմ ասում իրավունք ունի։ Ես անհավատս ասում եմ իրավունք ունի, որովհետև քաղաքական դաշտը դատարկ է։ Այսօր քաղաքական դաշտում գործող իշխանության կուսակցությունները ունեն մեկ նպատակ՝ պահել Նիկոլի Աթոռը եւ կռվել Դոգի դեմ։ Ուրիշ ոչ մի նպատակ չունեն։ Իրանք իրենց զգում են լիակատար կոմֆորտի մեջ։ Ֆուլ ոտներին կացած նստած են։ Հիմա Բագրատ Սրբազանը քննարկում են ինչ-որ sense տայիստ մութ մարդկանց, ովքեր պիտի լինեն ժամանակավոր վարչապետ կամ ոնց ընտրեն վարչապետ, ինչ ձև անեն, որ հանկարծ դոգը չմտնի արանքները։ Բագրատ Սրբազան, ես քեզ ասել եմ, ես քեզ նորից զգուշացնում եմ։ Եթե դու չես ուզում, դու գիտես ոնց որ ինչ անես, դու ոնց որ մոմը դրել ես դեմդ սրբապատկերով, ասում ես Տեր Աստված, խնդրում եմ, աղաչում եմ, դոգնձի խլեշին։ Այս էս տպավորությունն է։ Դաժե երկնային գրասենյակի զանգը մասում են, Բագրատը վիզա դրել, որ դու յան վերջապես ոչնչացնես։ Որ ինքը պրծնի ես բեռից։ Բայց ես հենց չեմ անում, ասեմ չէ, մտելան խաղի մեջ, թողը խաղա տենա մինչև ուրա խաղան։ Մինչև ուրա տանելու այս իրավիճակը, ես քեզ որ սկսեմ խլեշել, դու յետեք ես տալու Գասպարյան Վովային, դու յետեք ես տալու Նիկոլին, դու յետեք ես տալու Վազգենի Քավորը եւ այլն։ Ես դա չեմ անում։ Սկսել ես գործողություն, ասում եմ, կանաչ ճանապարհ։ Ինչով քեզ օգնեմ։ Ես ես 10 օրա ես հարց եմ տալի, ինչով օգնեմ, ոնց օգնեմ, մարդը, ասա եղբայր, իմ բոլոր տելեգրամ կանալները լուսաբանում են քեզ, ես օրը 24 ժամ աջակցում եմ քեզ, կոկոմից ոչ բան, հիմա մտածում է Բագրատ Սրբազանը, կա վարչապետի պաշտոնակատարի մի քանի թեկնածու, սիրելի ժողովուրդ, դրանցից մեկն է Ավետիք Չալաբյան, Աբրահամ Գասպարյան, երկուսն են լրագրող։ Են Արման Թաթոյանին սիկտիրարին, հասկացան, որ տունուտեղը կծծցնեմ։ Հիմա սրանց են բրթան։ Ասում եմ, երկուսն են Նիկոլ, պոպուլիստ, երկուսն են բանակ շծարայած։ Ուրեմն Բագրատ Սրբազան, ասում եմ վերջին անգամ, այդ չեմ կրկնելու։ Եթե նախլմիատ հրաժարականը ստացի նոր, դա մեկ, խչոն մեկ, երկրորդ, եթե խոսքը գնմա, կաթողիկոսի գոս, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար այդ Աթոռի պահակի մասին, ասել եմ նորից ասում եմ, միակ մարդը, ով կարա այդ Աթոռը 40 օր տիրություն անի, դա դու ես, կամ Գյումրվա թեմի, Շիրակի թեմի առաջնորդը, որը տղա է։ Ես այդ մարդուն հավանում, չգիտեմ ինչ կարծիք ունի մասին, ես այդ մարդուն հավանում եմ, տղա է, ավելի դուխով, քան Բագրատը, կամ այդ մարդը, այսինքն հոգևորականներ,
ուրիշ անց ուզում ես գնա նոր արեշի մանկատնից կամ չգիտեմ ծննդատնից մի հատ բալուրով երեխա վեկալ բասես սիպտիլի ասում եմ չէ բգո նետ նո նայն կամ երկու հոգևորականներից հետ մեկն ու մեկն է որոշեք ում ուզում եք կամ ուրիշ ոչ մեկ ռոբիկական, սերժական, լրագրող, մրագրող, Սուրեն, Ավետիկ, Աբրահամ, Արման, Մարման, այտենց մարդիկ չեն լնելու, կծսնեն Բագրատ։ Էչ ասեմ ում։ Հասկանում ես։ Հիմա են շատերն են, որ անդադ ասում են, բանը Կրեմլի մատնա, Ռուսիա ագենտա եւ այլն, այդ տուպոյներին էլ եմ ուզում ասեմ։ Սիրելիներս, սիրելի անգրագետներ, ովքեր որ ասում եք, թե Բագրատը ռուսի մարդն է, երնեք չէր։ Հիմա ասում եմ, ոչ, նետ, աչոտը տամ, Ռուսաստանի դաշնությունը, ես իշոր մի բան ասում եմ, աչոտը տալում եմ, հիմա կփորձեմ մանրակրկիտ բացատրել, ընկեր Պուտինը, լրիվ ուրիշ մարդ էր մինչև Ուկրաինայի պատերազմը։ Լրիվ ուրիշ երկիր էր, ուրիշ ձև էր ընդունվում այս իրավիճակի համեմատ։ Երբ որ Ռուսաստանի դաշնությունը, Ռուսաստանի ղեկավարությունը որոշեց հարձակվել սուվերեն հանրապետության վրա, ինչպիսին է Ուկրաինան, եւ 300,000 մարդ են կոմից վարի տալ, 300,000 մարդ ավել այս կոմից վարի տալ, մի ամբողջ պետության կեսը դրին ոչնչացրին են եկա սիրուն քաղաքներից բան չմնաց հասցինեցին անապատ, եւ ընկեր Վլադիմիր Վլադիմիրովիչը դարավ զինվորական հանցագործ, անընդունելի պերսոնա նոն գրանտա, Եվրոպայի կողմից, Միացյալ Նահանգների կողմից, ցիվիլ աշխարհի կողմից, ովքեր են այսօր Պուտինի հետ պուպուլ, ասիական երկրները։ Եվրոպա փագավ, նրա հետ ոչ մեկ չի ուզում շփվի, նա մարդասպանա, նա հանցագործա։ Պուտինը հասկացավ, որ այլևս իա սեռական օրգանիկ գագաթիկին չի, ինչ ուզենա կարանի, վերջացա, միևնույն ինքը հանցագործա։ Եվ ինչ արեց։ Ընտրություններից առաջ Նավալնուն ճամփեց քրիստիկի հիմնարկ։ Անցավ որոշ ժամանակ, դրանից առաջ կամ դրանից հետո հիմա չեմ հիշում, այն բանի Պրիգոժինին օթի մեջ գմփցրին, խեղճ լոչիկներ, խեղճ ստուարդեսաներ, ընկան, ասին, ինչ ասին, գրանատը քաշելա տրակելա, մի հատ էլ ծաղիկ տարան դրին վրան ասին, ցավակցում ենք, հաջողություն։ Հիմա նյոժալի ձեզ թվում է, որ ընկեր Պուտինը ուզում է Նիկոլ Փաշինյանի զերբազատվի ու չի կարում։ Լավ, որ մի անասունը պիտի ձեր մտածի կներեկից հազարակավ։ Այդ մարդը, ընկեր Պուտին, արդեն հանցագործ է։ Իա համար ոչ մի տարբերություն, իա նկատմամբ կա 10 քրական գործ, թե 11։ Ես փորձում եմ բարձ բացատրել։ Եթե ընկեր ու ինքը մարդասպան է, դա ոչ մեկ էլ գաղտնիք չի։ Նեմցով, Նավալնի, լիքը քաղաքական դիակներ։ Ում ուզի խփին։ Ճիշտ է։ Հիմա պատկերացեք ինչ որ մի հատ բանակ չծառայած դիպլոմ չունեցող հոգեկան հիվանդությամբ տառապող Նիկոլ Փաշինյան Ռուսաստանին ասում է ծծես դու ինձ ծծես հա ու Ռուսաստանն էլ ցես խելոք մնացել է ուզում է զերբազատվի չի կարան Բագրատին խոդի տվե գցելա Նիկոլի ջանին օքեյ Բավար Բագրատին խոդի տվե գցելա Նիկոլի ջանին բա ռուսական կամպանիաներ էլեկտրոցանցեր Գազպրոմ то գրողու սև ցավ այդտեղի ժողովուրդն ուր են ուր են խիչքան Խիտաշիր Սամոյին Պուտինը զանգում Պուտինը չէ մի հատ բանը Կրեմլյան օկնական զանգի ասի այդ ժողովրդին հանելիս փողոց Տաշիր Սամոն կասի նետ Կամ ամենահետաքրքիրը հիմա Պուտինի հետ հակաճառվում է Նիկոլը ու Սաղամանը Ես չեմ կարող հասկանամ Այն որ գնացել էր մայիսի 8-ին
բան, հանդիպան, այո, դա ինձ վերջին հանդիպումն էր։ Գնացել էր հանդիպման, ասել եմ նորից եմ ասում։ Անդից ասում անի այդ հետա գալում ու այդ անտեր մնացած սամալոտը օթի մեջ չի պայթամ կամ չի գնա։ Խի։ Չտրամաբանություն։ Ունգելա մի հատ Ռուսաստան հույսն ու հավատը տերտերնա, որ տերտերը պիտի բան պերևարոտ անի։ Չտրամաբանություն։ Լոգիկա չեմ տենում ես տեղ։ Ռուսաստանի ձեռագիրն է, Եմ ասում են նյանչիցը նի բուձեմ։ Նրանք ամերիկացիների, եվրոպացիների նման չեն դնեն նայնամ անեմ։ Յայսան, գյուլում կցեմ են միան։ Իսկ բանը Ուկրաինայից հետո վաբշա լևս նրանց տանձին չի։ Մարդիկ մտան հոկտեմբերի 27 հարին պարլամենտի մեջ։ Գյուլին պրծան գնացին։ Մերջ։ Ինչը մի հատ Նիկոլ Բոզի տաղու հարցերը չեն կարեմ լուծեն, պիտի լուծեին տերտերով։ Այն որ տերտերի հետևը կանգնացա Դաշնակ Ռոբերտ Քոչարյան, այո, ճիշտ եք նկատել։ Սերժել ո՞նց անում, Սերժել ասում է կամի մարդը պիտի լինի արանքը, հերթական բանակ չծառայած Բոզի տղեն, որ ում ոնց ուզենանք ղեկավարենք, Արման Թաթոյանի նման։ Կամ նման Նիկոլը։ Էդը սերժականներն են ասում։ Բայց սրանցից ոչ մեկը, ոչ ռոբականները, ոչ սերժականները, խնդիր չունեն կանգնացնելու դեմարկացիան, դելիմիտացիան։ Հակառակ դեպքում մանդատները վայր կդնեին դուրս կգային։ Հակառակ դեպքում միանց բիզնեսներով, ինչեր ունեն չնեին, կհանեին կլսեին ժողովրդին փողոց, բայց էլի ժողովուրդն ենքան ազզված, այս երկուսից։ Որ լասելու չէ, հիմա հանկարծ երկու նախագաների մեջտեղում, Սերժից հելը բարձր, ըստ գելապի, երորդ հորիզոնականը, ավելի շուտ երկրորդ, որովհետև Բագրատ Սրբազանը ինքը քաղաքական գործիչի զբաղացնում է Վարդան Ղուկասյանը։ Էլի լրատվամիջոցները չեն տալի Վարդան Ղուկասյանի անունը։ Ընկեր Բագրատն էլ, այդ ասում նույնիսկ եմ ասում, գելապն ասեմ, ես չեմ ասում։ Գնում է հանդիպում է Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի հետ։ Հիմա այսօր է ժամը 11-ին, ընդամենը 30 րոպեից պիտի հավաքվեն Հանրապետության հրապարակ կառավարության շեմքի դոմ, ոչ շեմքի դեմը, բորա Նիկոլ Դավաճան է հետո։ Վերջ։ Հիմա ես այս ամենը Բագրատ Սրբազան, բայց իմ համբերությունն էլ անսպարտ չի։ Ես կարամ հələ էլի մի քանի օր ձգեմ։ Հասկանալու համար հəլ տենան վերջը դու ինչ ես անում։ Վերջ։ Գնում ենք ռադիկալ գործողությունների, թե ոչ, կամ գնում ես, դու իմ հետ չես շփվում։ Գնում ես ռադիկալ գործողությունների, թե ոչ։ Ասում եմ, գյուղերը հանձնեցին։ Վերջ, ամսի 23-ից 25-ը, կարող դաժե 22-ին, կարող 26-ին։ Բայց այս 20-երի մեջ ադրբեջանցի պագրանիչնիկները մտնում են Կիրանց։ 3 ստորագրին վերջնականապես հանձնին պրծան, վերջ։ Այսինքն ընդեղ ապրող Լենատատին ամսի 23-ին 24-ին իա տան դրան մուտքի մոտ կտեսնի Օսմանին, Գեյդարին, Իբրագիմին կամ ինչ-որ դες մի հատ անունով բոյով սիրուն սիմպաթիչնի առանց փոր պագրանիչնիկի տարբերություն մեր միլիցեկի ում ոնց նայում ես ոնց որ հաղի կնի գլնի դրանց ոռը դրանց փորը թե այդ որտեղից են ջոգի այդ գանդոներին ես չգիտեմ ոստիկանությունը էլ ասում է ես ծառայում եմ ընկեր ոստիկանապետն ասում ծառայում եմ երկրին ընկեր ոստիկանապետ դուք երկրին չեք ծառայում դուք ծառայում եք Նիկոլ Փաշինյան Բոզի տղուն աչոտը տամ ուրեմն եթե դուք ծառայեք երկրին դուք այսօր չի գալա տենց հանգիստ նայեք ոնց են գյուղերը տալի բերեմ Միացյալ Նահանգների օրինակը Տրամպը կայնավ ասեց որ ոչ մի միգրանտ էլ թույլ չեմ տալի մտնի երկիր նամանավանդ մուսուլման եւ այլն Ամերիկայի գերագույն դատարանը ասեց Տրամփ քոքից բռնել ես դու չես կարա դանես Տրամպը վերընկավ տեղը
Տեխասի նահանգապետը կայնավ ասեց, ես արգելում եմ, որ ոստիկան բանը էմիգրանտները չերես Տեխաս մտնեն Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածք։ Բանի Ամերիկայի նախագահ Բայդենն ասեց, դու իրավունք չունես, դու խախտում ես ֆեդերալ օրենք, դե ասեց հիմա տես ոնց եմ դա անում, բերեց իր ոստիկանությունը, շարեց միգրանտների հոսքը Տեխաս նահանգով փակեց։ Всё Մարդիկ մնացին սուս, հասկացան չէ չի լինի սենց, հիմա եթե գնացինք Տեխասի դեմը լմա բախում։ Կալիֆոռնիա նահանգում նահանգապետը հրաման տվեց կորոնայի ժամանակ շերիֆին արգելափակել, սահմանափակել քաղաքացիների բանը շարժը, ձևը ու երթևեկություն, ասես դու իրավունք չունես քաղաքացիների երթևեկություն արգելելու, ես քեզ չեմ ենթարկվում, ինձ ընտրել է ժողովուրդը, всё իդի նախույ, Կալիֆոռնիայի նահանգապետ։ Ոչ մի կորոնայի սահմանափակում, մարդկանց ազատ շարժ, էտա դեմոկրատական երկիր, էտա օրենքի երկիր, հիմա դուք պատկերացնում եք Միացյալ Նահանգների նախագահան որոշի, որ Կալիֆոռնիա նահանգի մի մասը տալմա Մեքսիկներին, Կալիֆոռնիայի ոստիկանությունը ինչ կանի, դիպուկահարներ պիտի բերի կայնստի բանի դեմ ժողովրդի դեմ, բացառվում է, որտեվ երկիր է, որտեվ կա օրենք, ոչ թե Սերժ Սարգսյանի գրած սահմանադրություն, որը որ հատուկ Սերժի, այլ երկիրը ունի օրենք։ Իսկ դուք այդ նույն այդ ոստիկանապետերով, կարմիր բերետներով եւ այլն վաղ միսու պատասխան եք տալու։ Այս բոզիտողությունը չի կարող երկար տևել։ Ու ես հասկանում եմ, որ եւ պարլամենտական ընդդիմության ճակերտավոր եւ գործող իշխանության միակ թշնամի Վարդան Ղուկասյանն է։ Ուրեմն ես ասել եմ, որ ինձ ասում են, չէ՞, բա քֆուրով է բանանում դեսնե, որովհետև մենք հասկացել ենք, որ երթում տալով, չէ՞, մենք ունենք ինչ պրեզիդենտ եկավ, երթում տվեց սահմանադրության վրա, կտակարանի վրա, բայց հետո տեսանք ինչ երթում, ծսրին պրենարևի տակ։ Ոստիկանները երթում են տալի, ինչ խերից երթում, ծսրին պրենարևի տակ։ Զինվորականները երթում են տալի, ինչ երթում, ծսրին պրենարևի տակ։ Գնացին միները հանին, որ բանը, թուրքերը գան առաջ։ Մենք հասկացանք, որ երթումով չի լինում։ Հայաստանի Հանրապետությունում երթում տալով պաշտոնի գալ այլևս չպետք է հավատալ այդ երթումին։ Ոչ պրեզիդենտի, ոչ զինվորականի։ Հիմա արդեն պիտի քֆուրով լինի, քֆուրով։ Որ հետո այդ հատվածը դնեն տվյալ չինովնիկի դեմ, ասեն տես։ Դա կլինի H1, դա կլինի H2, դա կլինի NTV, դա կլինի CNN, կապ չունի, պիտի լինի քֆուրով։ Հիմա Վարդան Ղուկասյանը դրա միանձնյա մագնատնա եւ մոնոպոլիստը։ Օրիչ ով հլմա քֆուրով եթերա մտնում, չի ուտվում։ Եկեք ընդունենք, չի ուտվում։ Հիմա եւ քանի որ դրա լիդերը քֆուրի պրակտիկայի գործածության քաղաքականության մեջ մցնելը դրա լիդերը ես եմ, ես ուզում եմ առաջինը լինեմ տվյալ քաղաքական պետական գործիչը, ով ընտրություններին ընդառաջ քֆուրա ուտելու ու այդ քֆուրն էլ ձայնագրվել պահելու է, տենց բան կա, ինտերնետ պահվելու է, հետագայում, որ եթե ես դա չանեմ, հարեն դրեն բեմ դեմ, ասեն ան, եւ այդ նույնը պիտի անեն բոլորը։ Հիմա ես ասում եմ, ես Վարդան Ղուկասյանը հրապարակայնորեն պոռնիկի տղու քֆուր եմ ուտում, որ իշխանության գալու դեպքում ծսնելու եմ ներկաներին եւ նախկիններին։ Շատ եւ շատ դեպքերում բարի բուն իմաստով քվուր եմ ուտում, չանողը պոռնիկի տղայա, կտրեք, պահեք։ Երթում եմ ուտում, որ սնանք պիտի բերթերում պդեն, ներկա, նախկին, ուժային բոլոր են մինիստրները, սկսած Վայե Ղազարյանից, ինքնա չէ վերջինը, ուսեց իչած ներքև, ովքեր որ այս երկիրը հասրեցին այս օրվան, տատախազներով, քնիշներով, ես այդ քֆուրն ուտում եմ։ Ես պոռնիկի տղու քֆուր եմ ուտում, որ Նիկոլ ես քո տունը տեղը ծծնելու եմ։ Դատարանը բացելու է եւ կարդալու է, վճռեց։ Ու մի բոզի տղաբան վճռեց։
քեզ քո ագարկական գան ու քո թմին մի հատ էլ քրական գործ հարուցի դրա համար ես այդ քֆուրն ուտում եմ հիմա թո դոդի գագոն Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանը մյուսները հելեն այդ քֆուրն ուտեն որ իրան քֆուր են ուտան բոզի տղու պորնիկի տուալամիաս մորը կունի եթե իրանք այս քբական բոզի տղեկի չծծրին կուտեն խերս կուտեն թե կուտեն Ուite ուրիշ ձև ու բիդիտ ամեք հասկացան արդեն ամեն ինչ ինստիտուտների հայրիկը անիծել են զինվորականը երթում ատալի երթում են ծառայել Հայաստանի Հանրապետությանը բլա 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 այս հայդուն զինվորականը գնում մինը հալմա թուրքին ասում արի միլիցիան երթում աուտելու որ ծառայելու է օրենքին երկրին եւ այլն բայց դա նմա բանը ոստիկանության շենքի մեջ մարդա խոշտանգամ յուսամուտի շպրտամացած ասում կծվավ թռավ լեբեձեր լեցած ուտքի Պրեզիդենտը վարչապետը ինչ խերես գալոխա երթում ատում սահմանադրության կտակալանի վրա գալամո երկրի մորը շինը պրմարևի տակ ու ոչ մի պատասխանատվություն բացարձակապես ասում այս միլիարդները մենք մեր հետ բերել ենք Բացում ես դրանց ընտանեկան լուսանկարներն ես նայում, հակները կոշիկ չի եղել, կոշիկ։ Սերժ Սարգսյանի նկարները նայում ես, հակը կոշիկ չի եղել։ Օլիգարխ բլած։ Քեթրինի Միրան, Ռոբերտ Քոչարյան եւ այլն, չէ՞։ Նայում ես նկարները, սվիտերները, բաները, գեղացի, գյուղացի չէ, գեղացի։ Այն թուրքական սվիտերները ելի, հակա սաղ ընտանիքով, թևատակերը, լիքը մազելով, քրչոլ, լելով, ժբրոտ, ելեք են Ղարաբաղից։ Այսօր ամեն մի խանութ Հուսային պողոտա նայում ես, ասում ես ուսումնա Քոչարյանին, այնումնա Լովիկին, այնումնա Սիրուշոյին, այնումնա Վոշուկոյին, ուսես գալմա, Toyota ճապոնացիներն ուր, Ռոբերտ Քոչարյանի դինաստիան ուր, մարդ այսօր Toyota սերվիզի ներկայացուցիչն է, գերի Հայաստանում, ուր դուց ոնց, այդ ոնց կտանիար, չգիտեմ, հասկն է, ու ոչ մի պատասխանատվություն, այնի նրան ասում է թալան չի, Պարլամենտում, այն նրան ասնում է հող տվող, վերջ, ատես նստացաղորոտ այդ բանը թատրոնը նայում ենք, Սպենդարյանի անվան, սանք էլ հողել հանձանով է թմեն, վարդ հաղուկած ասում են, վա, ինքը կվուր է տալեմ, արա տու ձեզ կվուրն իշկանի, ձեզ գնդակը հարելն իշկանի, ձեզ պիտի սմերձ չերես մատանդու, ծսցնելով ձեզ պիտի վերջում տանեն, կայնսնեն, հագդն, դատավեճերը կարթան ու գնդագարեն։ Վերջ։ Ու ես հիմա ասում եմ, ես եղա առաջինը, մի հատ էլ հրապարակայնորեն, կուլտուրական կաստում շալվարով, Քֆուրն ուտելու եմ, երբ որ սկսվի նախընտրական փուլը։ Մի հատ էլ այդ ժամանակ։ Որևիցե մի քաղաքական դեմք բացառում եմ տես բանանի, որովհետև սա մեկը-մեկի հետ կապված է։ Մենք պատկերացնում ենք, ասենք, ով չեմ էլ կարող Արման Թաթոյանը էլի քֆուր ուտի։ Արման Թաթոյանը ասես մի հատ էլ քֆուր տուք ասի աղկո։ Ամենավատ բառը։ Արման Թաթոյանին իա տան մեջ ծլիկով, սերական շրթերով էլ չէ, ծլիկով, ամեն նոր ծսնմա իա վրիս 10 տարի մեծ կնիգը, նորմալ մարդը։ Ոնց կարա նորմալ տղամարդը գնա իա վրիս 10, այսինքն ինքն եղել է 10 տարեկան են եղել է 20, են եղել է 20, են եղել է 30, գնա 30 տարեկան հետ սիլիկի բիլիկի անի եւ այլն։ Հիմա լավ էդի թողենք մի կողմ։ Բագրատ Սրբազան, ինչ ենք անում դալշե։ Գյուղերը տվինք պրծանք։ Ինչքան է տևելու ձեր խաղաղ կուլտուրական աղոթքներով եւ ինչերով չգիտեմ երգերով ասեմ ինչերով ասեմ ես բանը ցույցերը ստուց ընդ է ընդուց ընդ է մեզ կուլտուրական մարդագերը դրա մի չասեմ
Նա Մատանու շապեր ասում, մնաց հիմա որ դու հայտարարես, ասես ով իատունը ոսկեպարում կամ է տաուշը, որ հեսա պիտի հանձնեն ադրբեջանցիներին, վառեն տուն եմ տալու, չէ, ես էլ տուն չեմ տալու։ Այն բաներին տվեցի, այն աղավնոյ բերձոր, ինչ խերվա, այսքան միտինգ եղավ, մի անգամ չտեսա մի հատ միտինգի մեջ, մի անգամ չտեսա մի հատ գային, ասենք ապրիլի 25-ին Վարդան Ղուկասյանի ծննդյան օրը, Կային գրասենյակի դուրը ծեցեին, ասեին մեր անունից շնորհավորեք Վարդան Ղուկասյանին, մեզի տուն տվեց, չթողեց որ մնանք քուչեկը, տները, ասենք մյուսների նման, տները հանձնին հելանդուրս, հելը պարչի, տուն ստացել են թե չեն ստացել։ Այդ օրում էին Գորիս Կվարտիրա ապրե կամ այդ եկասեփական տան մեջ մասևան։ Մի անգամ չեկան, ես էլ բան չեմ տա, տուն չեմ տա։ Թող գնան տուն ուզեն Ռոբերտ Քոչարյանից, տենամ կտա։ Սերժ Սարգսյանից Քպականներից, այդ ինչ է Լենա Տատին գնա տուն ուզի հիմա բանից, Աննա Բոլեյնից, որի հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի մեջ է եղել, չգիտեմ հիմա կա թե չկա, նաև Բագրատ Սրբազանը։ Չէ, Բագրատ Սրբազանը։ Ինձ հետաքրքիր է վերջին շալնելու։ Ինչքան են տևելու ձեր խաղաղ ակցիաները, որը ոչ մի բանի չի բերելու։ Իմպիչմենտը մոռացեք, Բագրատ Սրբազան, մոռացեք։ Դուք չեք կարող ստանալ ոչ թե 19 պատգամավորի, դուք անգամ ընդդիմադիր ֆրոնտի 36 են, 37 են, դրանց ստորագրությունները չեք կարող ստանալ։ Իսկ եթե հրաշք տեղի ունենա դրանցն էլ ստացակ, 18-19 դրանցը դուք չեք ստանալու երբեք։ Երբեք ԿՊ-ի պատգամավորները այսօրվա քաղաքական իրավիճակով պայմանավորված նրանք չեն տալու հրաժարականի այդ իմպիչմենտի ստորագրությունը։ Ձեր սկսած գործողությունը մտնելու է ձեր քամակը։ Ավելի հավանական է, որ դուք կարողանաք մանդատներ դնել տակ, պարլամենտը թողնելով առանց ընդդիմության, որը եւս ֆանտաստիկայի ժանրից է, քան դուք հասնեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Իսկ եթե ոչ այն է ստացվում ձեր մոտ, ոչ այն է ստացվում ձեր մոտ, այսինքն Նիկոլն հրաժարական չի տալի, ընդդիմությունն էլ մանդատները չի դնում, մնում է ինչ։ Մնում է գնալ կոնկրետ գործողությունների։ Որը որ չգիտեմ, կգնաք այդ քալին, թե ոչ, կստացվի դա ձեզ մոտ, թե ոչ, որովհետև մի հատ այնց շանս դուք բաց թողեցիք մայիսի 9-ին։ Երբ որ ժողովուրդը գազազած, տրամադրված, սպասում են, որ հեսա ընկեր տերտերը գալու է, ասի գնում ենք գյոթի եւ բոզի։ Մարդ եկավ ասեց, գնացեք ձեր տուն բայուշկի նայեք, քնեք։ Ոստի ես դեռ շարունակում եմ ուշ-ուշով հետևել ձեր գործողություններին։ Ձեր գործողությունների արդյունքում մենք հանձնեցինք գյուղերը առանց խոչընդոտ, պարոն Սրբազան, 3, ինչպես եւ խոստացել էինք Ադրբեջանին մայիսի 15-ին ստորագրին տվին։ Հիմա հաջորդ գործողության թաթերաբեմը Գեղարքունիքի մարզ։ Հիմա Գեղարքունիքի մարզի ժողովուրդը պիտի իանց տների դեմը ծառներ տնգեն, որ թուրքերը իանց չտենան։ Ուզում եմ իմանալ, հիմա Գեղարքունիքից ով է քայլելով գալու։ Որ մի տերտերը։ Իսկ եթե մինչև հունիսի 1-ը Բագրատ Սրբազան, մենք չտեսանք ձեզանից կոնկրետ քայլեր, ես ժամանակ եմ տալի, մինչև չէ որ դուք եք ասե, մայիսը վերջի ամիսն է լինելու Նիկոլի համար։ Okay։ 15 օր ձեզ փեշքեշ։ Արդեն գյուղերը տվին պրծանք, վերջ։ Չգիտեմ, կդիմանամ ես 15 օրը, թե չեմ դիմանա, ինչ կարող եմ ինես բանանես, вообще չդիմանամ ու տեղի ունենա անդառնալին։ Բայց մինչև հունիսի 1-ը փորձում եմ ինձ զսպել, որպեսզի հետո չասեն,
Վարդան Ղուկասյանը վիժեցրեց։ Շնայց Վարդան Ղուկասյանը ինչի պիտի վիժեցնի։ Արդեն վիժեցրած բրծած է։ Սպասենք, տեսնենք։ Պոստե ուզում եմ հիմա հարց տամ, ումից եմ ես պահանջելու այդ 4 գյուղերը։ Ումից։ Պարլամենտից, որտեղ նստած է Ռոբիկն ու Սերժիկը, թե Բագրատ Սրբազան ձեզանից, որ ջուր լցեցիք ջրաղացին։ Այսքանը կհետևենք։ Ուրա 10 րոպեից եկեք տեղափոխվենք Հանրապետության հրապարակ։ Հայաստանի Հանրապետության Երևանի բոլոր բնակիչներին եւս մեկ անգամ խնդրում եմ աջակցել եւ կանգնել Բագրատ Սրբազանի կողմ, որ հանկարծ չմտածեն, որ ես բնավ։ Կանգնեք Բագրատ Սրբազանի կողը, աղոթեք, երգեք, պարեք, սուլեք, ինչ ուզում եք արեք, մինչև հունիսի 1-ը ինչա ըլնեմ։ Երեխաների պաշտպանության օրը։ Այսքան